Բարի երեկո սիրելի ֆուտբոլացեր, բարեկամներ, AFL Armenia YouTube-յան ալիքի եթերում կրկին տրվում է հերթական խաղային շաբաթվա 1 տարկ ու արդեն շաբաթը բացում են Փարիզն ու Ֆլամենգոն մրցելով երկրորդ դիվիզիոնի շրջանակներում կա մրցավարի Սուլիչը Մուսախանյանը գնդակը հանձնում է մրցակցին ու արդեն Մոնակոն կսկսի դարպասից եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ սկսենք Փարիզից Արմեն Մարկարյանը պաշտպանում է դարպասը համար 91 Կարո Ավակյան համար 10 Հարություն Աղազարյան համար 14 Արտակ Ասատրյան համար 3 Իշխան Պողոսյան համար 4 Դավիթ Մուսախանյան համար 7 Հարություն Խաչատրյան համար 77-ով նաև թիմի ավակն է Նարեկ Քոչարյան համար 8 Արտուր Գևորգյան համար 80 եւ Սերգեյ Հարությունյան համար 99 Ֆլամենգո Մեսրո Բլնդոյանը պաշտպանում է դարպասը համար 1 Նիդովու Օրատիլե համար 2 Հայկա Զոհանյան համար 3 Դանիել Սալաբու համար 5 Արտուր Հակոբյան համար 8 Գևորգ Մկրչյան համար 11 նա թիմի ավակն է Էդիկ Սարգսյան համար 12 Սուրեն Մոսյան համար 14 Դավիթ Սարգսյան համար 15 Սմուտ Պերեդե համար 20 եւ Նելսոն Հարությունյան համար 22 գնդակով Փարի ֆուտբոլիստներն են բայց հարված այստեղ Աղազարյանի կատարած մի փոքր շեղությամբ ստացվեց ու արդեն Մոնակոն սկսելու է դարպասից նախքին Մոնակոն ներկայիս Ֆլամենգոն այո իսկապես շատ հետաքրքիր դիմակայության ականատեսն են լինելու այսօր երկու թիմերն էլ բացման խաղում շատ հաջող ելույթներ են ունեցել Ֆլամենգոն կարողացել է 5 անպատասխան գնդակ ուղարկել Բարսայի դարպասու առաջի տուրում տանել վստահ հաղթանակ 5-0 հաշվով Փարիզն էլ 2-1 հաշվով հաղթանակի է հասել Արսենալի նկատմամբ այո իսկապես շատ լավ են մեկնարկել երկու թիմերը այս առաջնությունը առաջին խաղում տարել են հաղթանակներ ու դա իհարկե թիմերին էլ ավելի է ոգևորելու ընդհանուր մրցաշրջանի տեսանկյունից իհարկե թիմերի անվանումները այսպես ասած փոխվել են բայց շատ ֆուտբոլիստներ դեռ հայտնի են մեզ նախկին առաջնությունից AFL-ի թե Էլիտլիգայից թե Winter Cup-ի մասնակից թիմերից օրինակ Մուսախանյանը նախկինում հանդես էր գալիս Բետիսում հիմա արդեն պաշտպանում է Փարիզի գույները ու շատ առանցքային ֆուտբոլիստ է կրկնում եմ եւս մեկ անգամ Փարիզի կազմում Մուսախանյանը հարձակման իսկական առաջատարն է նա այնպես որ Մոնակոն էլ նախկին Մոնակոն ներկայիս Ֆլամենգոն մեզ ավելի հայտնի իհարկե Մոնակոն անվանմամբ դեռ իհարկե կհասցնենք այսպես ասած հարմարվել Ֆլամենգո անվանմանը բայց նախին առաջնում Winter Cup-ում Մոնակոն շատ հաջող ելույթներ ունեցավ շատ հաջող մրցաշրջան անցկացեց ճիշտ է չկարողացավ տիտղոս նվաճել բայց ամեն դեպքում շատ համառ պայքար մղեց լավագույնների միջև իսկապես շատ բարդ խմբում էր ընդգրկվել Մոնակոն որտեղ կային միանգամից մի քանի առաջատարներ բայց այդ առաջատարների այսպես ասած արգելքը կարողացան խմբային փուլում ոչ միայն հաղթարել նաև դուրս եկա Մոնակոն play-off-ում միայն play-off-ի 1-8 եզրափակիչում զիջեց Լեռնային Արցախին երկու դիմակայության արդյունքում ընդհանուր պարտություն կրեց Մոնակոն ու լքեց մրցաշարը Winter Cup-ում այո իհարկե Լեռնային Արցախի կրած պարտությունը հասկանալի էր Մոնակոյի տեսանկյունից Լեռնային Արցախը իդեպ ասեմ ավելին հասել է միջև կիսաեզրափակիչ ու երկու օր անց կմրցի Վիլյարեալի դեմ կիսաեզրափակիչում այնպես որ Մոնակոն այնպես չէ որ շատ վատ տեսք ունեցավ վատ ելույթ ունեցավ Winter Cup-ում պարզապես իհարկե եղավ պարտություն իսկ հիմա արդեն Ֆլամենգոն բացում է հանդիպան հաշիվը 1-0 առաջին գնդակը այս խաղում հեղինակում են Ֆլամենգոյի ֆուտբոլիստները ու բացված է այս դիմակայության հաշիվը Հայկա Զոհանյան 1-0 բացված է հանդիպան հաշիվը, այո, այնպես չէ, որ շատ ուժգնությամբ Օհանյանի հարվածը ստացվեց, բայց ամեն դեպքում գնդակի ուղղությունը փոխեց, մի փոքր շեղում տեղի ունեցավ ու Մարկարյանը չհասցրեց կողմնորոշվել։ Եվ ահա առաջին գնդակը ունենք ու տեսնենք թիմերը արդեն այս մեկ գնդակից հետո ինչ կփորձեն անել։ Եզային հետո իրականացված է երկար փոխանցում առաջ այստեղ Սարգսյանը առաջինն էր թողեց գնդակը խաղ ընկերոջ ու արդեն հետ փոխանցում ենք տեսնում դեպի դարպասապա Բլնդոյանը այո պետք է հիմա արդեն Փարիզը մտածի պատասխան գնդակի իհարկե հեղինակելու մասին Մոնակոն էլ ներկայիս Ֆլամենգոն պետք է փորձի իհարկե առավելությունը մեծացնել սա նույնիսկ հարված ստացվեց Սարգսյանի կողմից բայց ամեն դեպքում գնդակը մի փոքր բարձր ընթացավ ու չհայտնվեց ցանցում
խորքից սկսում եմ Փարիզը երկար փոխանցում ենք տեսնում առաջ Խաչատրյանի կողմից, բայց այստեղ շատ հաջող Ֆլամենգոն դուրս եկավ պաշտպանությունից ու ձախ եզրով Սարգսյանը շարժվում է առաջ գնդակի տեղափոխություն դեպի Հակոբյանը, Հակոբյանն հետ ուղարկեց գնդակը, տեսնենք ինչ շարունակություն է մտածել Ֆլամենգոն, բայց այստեղ Փարիզի ավագ Հարություն Խաչատրյանը շատ հաջող գործեց ու պաշտպանվեց։ Կարգին է Խաչատրյանի հետ, հիմա Ասատրյանը շարժվում է առաջ գնդակով, շատ լավ արգելակում Ասատրյանից, բայց արդեն շարունակությունը չստացվեց այստեղ Փարիզի ֆուտբոլիստի մոտ, իսկ հիմա արդեն եսից կնետեն Ֆլամենգոյի ֆուտբոլիստները։ Հետ փոխանցում տեսանք Սարգսյանի կողմից կրկին Սարգսյանը ստացավ գնդակը, բայց այստեղ հեռացման փորձը անհաջող էր, իսկ Ավագյանը վրիպում է շատ նպաստավոր դիրքից, այո, սա իհարկե Ֆլամենգոյի դարպասի ուղղությամբ առաջին վտանգավոր բանն էր, որը ստեղծեցին Փարիզի ֆուտբոլիստները, բայց Կարո Ավագյանի կատարած հարված այստեղ շեղությամբ ստացվեց Մոսյան։ Երկար փոխանցում առաջ, բայց այստեղ հաջող չընդունեց Օհանյանը գնդակ ու կրկին Փարիզը վերականգնել է գնդակի համար, Մուսախանյան հետ փոխանցում ենք տեսնում, եւս մեկ փոխանցում դեպի Մուսախանյանը, բայց ուժեղ ստացվեց այն Աղազարյանի կողմից կատարած, իսկ հիմա արդեն եզայից նետում են նորից մրցավար նշանակում Ֆլամենգոյի օգտին Հակոբյանը նետումը կատարեց, հիմա գրո նորից Մոնակոից, բայց այստեղ արդեն Օհանյանի կատարած փոխանցումը Սարգսյանին չհասավ, իսկ այստեղ Մոսյանը փակեց գնդակի ճանապարհը, Խաչատրյան ու արդեն Օհանյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, գնդակը կլինի Փարիզի ֆուտբոլիստերին, այո, թիմերը իսկապես շատ հաջող մեկտակ տվեցին, 18 թիմեր միանգամից կպայքարեն երկրորդ դիվիզիոնը հաղթահարելու համար, նրանց անունները կարող եմ հիմա թվարկել, երբ Նապոլի, Ֆլամենգո, Մոնցա, Բարսել, Փարիզ, Արարատ եւ իրապես այս 6 թիմերը առաջին տուրում տարել են հաղթանակներ ունեն, իրենց երեքական միավորները Լևերկուզենն ու Արցախը այդպես էլ հաղթողին չպարզեցին ու հանդիպումը ավարտվեց 1-1 հաշվով։ Ու մնացած թիմերն են Մայնցը, Այաքսը, Պալերմոն, Բենֆիկան, Արսենալը, Լիոնը, Երևանը, Ռեալ Մադրիդը, Միլանը եւ Բարսելոնան, այս 18 թիմերը միասին կազմել են ԱՖԵԼ-ի երկրորդ դիվիզիոնը ու արդեն տեսնենք ուժեղագույններից ուժեղագույն այս երկարատև ամիսների պայքարից հետո որ ակումբն է ճանաչվելու, այն որ մրցաշարը բավական երկար է լինելու, իհարկե դրանում երկու կարծիք լինել չի կարող, բայց տեսնենք թիմերից որ մեկը իսկապես վեր կբարձրացնի գավաթային, որ այստեղ կան միանգամից մի քանի գերհզոր ակումբներ, ովքեր իհարկե չասենք միանշանակ, բայց ֆավորիտի կարգավիճակում, այսպես ասած, հայտնվել են, դրանում կասկած չկա այն, որ կան թիմեր, ովքեր նոր են միացել մեր առաջնությանը ու իհարկե դեռ նրանց խաղաոճին մենք ծանոթ չենք, դա եւս մեկ փաստ է, այնպես որ այսքան թիմերի պայքարից հետո այստեղ Բլնդոյանը հաստրեց հեռացնել գնդակը, այսքան թիմերի պայքարից հետո տեսնենք իսկապես ամենահարցունավետ ակումբով է ճանաչվելու երկրորդ դիվիզիոնին, հիշեցնեմ, որ երկրորդ դիվիզիոնի զուգահեռ նաև ընթանում է Էլիտ լիգան, այո, երկու առաջնություն միանգամից ԱՖԵԼ-ում, դեռ Վինտեր քափն է շարունակվում, որտեղ չկա առայժմ այդ չեմպիոնի անունը, իդեպ հիշեցնեմ, այս հանդիպումից հետո մենք միասին կդիտենք Վինտեր քափի կիսաեզափակիչ Ատլետիկո Մադրիդն ընդդեմ Վերդերի դիմակայության պատասխան հանդիպումը, այնտեղ այսօր պարզ կդառնա եզափակիչի առաջին ուղեգիր նվաճած ակումբը, նոր դրանից հետո էլ արդեն Վիլյարեալն ու Լեռնային Արցախը կպարզեն մյուս զույգից թե ով է դուրս գալուց եզրափակիչ Հակոբյան շատ հաջող ընդունեց գնդակը գոցի Հարվածի Հակոբյանը այդպես էլ արեց, բայց այստեղ արդեն փակվեց Հարվածի ճանապարհը, շատ լավն է ստացվել անցումը, Ասատրյան շատ հաջող գործեց ու թողնում է գնդակը Աղազարյանին դեպի առաջ փոխանցում, բայց այստեղ կրկին գնդակի կորուստու նորից փորձում է գրոյի հասնել այստեղ Ֆլամենգոն, բայց Աղազարյանը փակեց մրցակցի առաջխաղացման ճանապարհը, Ավագյանը այստեղ էլ Ավագյանի մոտ չստացվեց փոխանցման, այսպես ասած, ընթացքը ավելացնել շատ լավ ընդունեց հիմա Օհանյանը գնդակը նույնիսկ շրջվեց ու հարված կատարեց եւս մեկ հարված Օհանյանից, բայց փակվեց այստեղ երկու դրվագում էլ Օհանյանի հարվածի ճանապարհը Ասատրյան այստեղ Շտացվեց Ասատրյանի մոտ անցումը, Սարգսյան շատ լավ փոխանցում, վտանգավոր է, բայց այստեղ նորից
Շատ լավ են պաշտպանվում Փարիզի տղաները, բայց Մոնակոն դեռ չի հեռացել Փարիզի տուգանայինի մատույցներից։ Սարգսյան թողեց գնդակը Օհանյանին, իսկ հիմա այլ Աղազարյանն է հասնում առաջինը գնդակին դիպչելու։ Չեսոք հասնել վտանգը եւ հիմա կարող է իսկապես Փարիզը արագ հակագրող կազմակերպել Ավակյան երկար փոխացում դեպի Մուսախանյանը, բայց Բլնդոյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին Հակոբյան։ Սարգսյան գնդակի տեղափոխություն դեպի աչեզը շատ լավ փոխանցեց Սարգսյանը այստեղ։ Տեսնենք շարունակությունը ինչպես է ստացվելու այստեղ շատ լավներ փոխանցում է, իսկ հիմա արդեն Մոսյանը ներողությունը Օհանյանը ավելի շուտ կլինի ասել խանգարեց Սարգսյանին հարված կատարելու գործում, կանգնեց գնդակի առջև, բայց Սարգսյանը հիմա հայտնվել է խոտածածկին, տեսնենք ինչ է պատել Դավիթ Սարգսյանին, կարծես հարված ստացավ մրցակցի կողմից Սարգսյանը։ Բայց ամեն ինչ կարգին է Սարգսյանի հետ, եզից կնետեն Մոնակոյի ֆուտբոլիստները, Մոսյանը մասնավորապես կատարում է եզրային նետումը եւ ահա հիմա այլ արդեն անկյունային հարված են վաստակում Ֆլամենգոյի ֆուտբոլիստները։ Արագորեն տեղադրեց գնդակը Մոսյանը ու խաղարկեց, բայց այստեղ Ավակյանը շատ հաջող գնդակի խլում իրականացեց ու հիմա փորձում է Փարիզը գրոհ սկսել, բայց արդեն փակային բոլոր ճանապարհները, իսկ հիմա արդեն ստացվեց լավ խաղարկել Ավակյանի մոտ ու գուցե հիմա ստացվի որևէ գրոհի հասնել Փարիզի մոտ։ Մուսախանյան դեպի Ավակյանը, բայց մի փոքր սրացավ անկյունը Ավակյանի համար, իսկ հիմա կրունկով փոխանցումը Մուսախանյանի կողմից գեղեցիկ էր, չանցավ, հետո վերականգնեց գնդակի, իսկ արդեն այստեղ կա խաղի կանոնների խախտում Դավիթ Մուսախանյանի դեմ պայքարում ու ահա Փարիզի վտանգավոր բանը թե հենց Մուսախանյանն է խախտել խաղի կանոնները, կարծես այո, չկար խախտում ոչ Մուսախանյանի դեմ պայքարում, մրցավար այլ որոշում կայացեց, կարծես առաջինը գնդակը դիպել էր Մուսախանյանի ձեռքին, այո, դրա համար մրցավարը այսպիսի որոշում կայացեց։ Իսկ հիմա հարված նշանակված է արդեն Փարիզի դարպասից, Խաչատրյանն է սկսում դարպասից դեպի ձախ եզր ուղարկեց գնդակը, շարժվում է առաջ Հարությունյանը կտրող փոխանցում, բայց այստեղ շատ լավ է գործում Էրիկ Սարգսյանը պաշտպանության միջին հատվածում։ Խաչատրյան փոխանցում այնտեղ անհաջող ստացվեց, եւս մեկ երկար փոխանցում ու Սարգսյանը նորից է փակում գնդակի ճանապարհը Մոսյան դեպի Նելսոն Հարությունյան ուղարկեց գնդակը Հարությունյան, բայց Խաչատրյան այստեղ նորից փայլում է անհատական 1-1-ի դեմ պայքարում ու շատ հաջող է գործում Փարիզի հավաքը, բայց այս փոխանցումը չստացվեց Մուսախանյանին հասցեակել, նորից գնդակը խաղարկում է Ֆլամենգոն։ Դավիթ Սարգսյան շատ լավ նկատեց Մոսյանին աչեզրում ու կատարեց այս փոխանցումը։ Մոսյանն դեպի առաջ է ուղարկում գնդակը, բայց այն ուժեղ ստացվեց Օրատիլեի համար։ Օրատիլեն այս գնդակին չհասավ։ Մարկայանը խաղարկում է գնդակը Հարությունյանի հետ։ Եվս մեկ փոխանցում, բայց Սուրեն Մոսյան այստեղ ընդունեց ու ինքն էլ որոշեց հեռար արվածով գրավել դարպասը, շատ ճիշտ վարվեց ի դեպ Մոսյան այստեղ, արդեն կարող էր կորցնել գնդակը։ Լավ է, որ ամեն ինչ այսպես ավարտվեց, կարելի ասել Փարիզի տեսանկյունից։ Ավակյան, Մոսյանն է փակում գնդակի ճանապարհը ու եզից կնետեն Փարիզի ֆուտբոլիստները։ Ավակյանը կատարի եզրային նետումը դեպի Մուսախանյանը, կրկին Ավակյան դեպի կենտրոն, Աղազարյան, նորից Մուսախանյան, շատ լավ է նկատել Ասատրյանին, բայց գնդակը Ասատրյանին հասցեակել
Ստացվեց իսկ հիմա Մոնակոն նորից է անցնում գրոյի արդեն աչ եզրով, բայց այստեղ էլ արդեն Փակվեց փոխանցման ճանապարհից Մոսյանը շատ հրաշալի անցումներ է ձեռնարկել, շատ լավ անցում այս երկու դրվագում էլ Սուրեն Մոսյան, տեսնենք շարունակությունը ինչպես է մտածելու Մոսյանը, կա փոխանցումը, բայց Հարությունյանն է հեռացնում գնդակ ու Կարո Ավագյանը շատ հաջող ընդունեց գնդակ ու տեսնենք ինչ է մտածել Ավագյանը դեպի Մուսախանյանը աչից կա Ասատրյանը, ստանում է Ասատրյանը գնդակը, բայց արդեն այստեղ Ֆլամենգոն լավ հասցրեց վերադասավորվել ու տվյալ դեպքում Դանիել Սավալուն փակեց Ասատրյանի հարվածի ճանապարհը X Սարգսյան Մոսյան շատ լավ փոխանցում տեսնենք ինչ շարունակություն կստանա այս գրո Հարությունյան իսկ այստեղ Փարիզի ֆուտբոլիստ Սերգեյ Հարությունյանն է խախտել խաղի կանոնները Տեսնենք շատ վտանգավոր դիրքում Ֆլամենգոն վաստակում է տուգանային հարվածի հնարավորություն ու տեսնենք այս ստանդարտը ինչ է տալու Ֆլամենգոյի ֆուտբոլիստին բավական վտանգավոր է դիրքը ու տեսնենք Երիկ Սարգսյանն է պատրաստվում հարված կատարելուն իհարկե շատ վտանգավոր է դիրքը կարող է Սարգսյանը նման տարածությունից գրավել դարպասը Կասուլիչը Սարգսյան հարված բայց պատը այստեղ փակեց Սարգսյանի հարվածի ճանապարհ այո շատ ֆուտբոլիստներից էր պատը կազմված ու գնդակը անցկացնել չստացվեց Սուրեն Մոսյան հրարկրակոց Մոսյանից հիմա էլ Մարկարյանն է իր տեղում ու կարողանում է առանց որևէ խնդիրների այստեղ տիրել գնդակին իսկ հիմա մի փոքր պետք է արագացնեն Փարիզի ֆուտբոլիստները Մուսախանյան շատ լավ փոխանցում դեպի Ասատրյանը բայց այստեղ մրցակցի ֆուտբոլիստը պաշտպանը տվյալ դեպքում շատ հաջող գործեց այստեղ ավելի շուտ արձագանքեց գնդակին տվյալ դեպքում Ֆլամենգոյի ֆուտբոլիստ Պերեդեն, իսկ այստեղ արդեն Աղազարյանին շրջանցել չստացվեց։ Արթուր Գևորգյան ուղարկեց Աղազարյանին, Աղազարյանն էլ դեպի առաջ ու անաստե ստացվեց այս փոխանցումը, գնդակը կլինի Ֆլամենգոյինը, բայց այս ընթացքում փոփոխություն է տեղի ունենում։ Երկու թիմերի կազմում էլ Մկրտչյանը մտավ խաղադաշտ Ֆլամենգոյի կազմում Իսկ Փարիզի կազմում Աղազարյանը լքեց խաղադաշտ ու Նարեկ Քոչյանը նրա փոխարեն կշարունակի հանդիպում, իսկ այստեղ Ավագյանի հարվածից հետո եղավ հանրադարձ ու Ամեն դեպքում ոչ, հարված դարպասից նշանակեց մրցավարը, այո, բոլորը անկյունային էին սպասում այս իրավիճակում, բայց այստեղ տեղի չունեցավ։ Ոչինչ իսկ հիմա գրոհը Ֆլամենգոյի, բայց այստեղ հարվածն էլ կարողացավ Մարկարյանը հեռացնել Արտակ Ասատրյան, չստացվեց Ասատրյանի մոտ ընդունել գնդակը Պերեդե Ավագյանն է այստեղ թիկունքից աշխատում Պերեդեի, իսկ այստեղ կա խաղի կանոնների խախտում Ավագյանի կողմից, այո, խախտեց խաղի կանոնները Կարո Ավագյանը ու ստանդարտ արդեն իրացնի Ֆլամենգոն արագորեն Մկրտչյանը տեղադրեց գնդակ ու խաղարկեց Մկրտչյան դեպի Սարգսյանն է գլորում գնդակը բավական քիչ խաղաժապանակ է մնացել արդեն առաջի քաղաքեսի ավարտին 4 րոպեից մի փոքր ավելի քիչ է մնացել ու տեսնենք այս կարճ ժամանակահատվածում առաջին հերթին Փարիզը ինչ կփորձի առաջարկել իհարկե պետք է մտածեն հաշիվը հավասարեցնելու մասին մինչ ընդմիջման գնալը եթե դա ստացվի Փարիզի ֆուտբոլիստերի մոտ ապա իհարկե այլ տրամադրվածությամբ մեկտարկի երկրորդ քաղաքեսը բայց
իհարկե Մոնակոն էլ այդպես հեշտությամբ համաձայն չէ իհարկե գնդակը բաց թողնելուն Էրիկ Սարգսյան շատ լավ գործողություն Սարգսյան շատ լավ արված բայց Մարկայանը ոտքով կարողացավ փակել գնդակի ուղղությունը ու հիմա անկյունային է վաստակում Ֆլամենգոն եթե գտներ ցանցը Սարգսյանը ապա գեր շքեղանցում ու հարված կստացվեր բայց Տաչ ստացվեց, իհարկե Մարկայանը կարելի ասել խոչընդոտ հանդիսացավ, իսկ հիմա անկյունայինից փոխանցում ենք տեսնում Դավիթ Սարգսյանի կողմից շատ հաջող փոխանցում էր, բայց վերջնական հարված կատարողը չկար, իսկ հիմա կա հարված Օրատիլեի կողմից, բայց արդեն Մարկայանը տիրում է գնդակին Կարո Ավագյան Քոչարյանը դեպի Ասատրյանը ուղարկեց գնդակը նորից Քոչարյան ձախից կա Ավագյանը Այս փոխանցումը կրկին դեպի Արտակ Ասատրյանն էր ուղղված, բայց ուժեղ ստացվեց այն Ասատրյանի համար ու Ֆլամենգոն նորից սկսում է իր գրողներից մեկը Պերեդը դեպի Դավիթ Սարգսյան ուղարկեց գնդակը, Սարգսյանն էլ դեպի Աչեզր Մկրտչյան Իսկ այստեղ Արտակ Ասատրյանին ասիագրվեց Մկրտչյանի կատարած փոխանցումը կարելի ասել, բայց այնպես ստացվեց, որ Ասատրյանի փոխանցումն էլ հաջող չէր ու հիմա նորից գրոհում է Ֆլամենգոն, բայց Փարիզը չեզոքացեց վտանգը Հարությունյան հեռացված է գնդակը Կարո Ավագյան շատ լավ ընդունում գնդակի դեպի ձախ եզր Մուսախանյան ու թողեց շատ հնարամիտ կերպով Մուսախանյան այստեղ գնդակը խաղ ընկերոջը Գևորգյան նորից Մուսախանյան Այդ ուղարկեց գնդակը Սերգեյ Հարությունյանին շատ լավ փոխանցում է նորից Մուսախանյանը ստանում ու կատարում այդ փոխանցումը, բայց Ավագյանը չգնաց այս գնդակի հետևից մինչև վերջ Իսկ հիմա փոփոխություն նորից տեղի կունենա խաղադաշտում Դավիթ Սարգսյանի փոխարեն Արտուր Հակոբյանն է վերադառնում խաղադաշտ Մկրտչյան Ուժեղ ստացվեց այս փոխանցումը, իհարկե, բայց Մարկարյանն էլ դուրս եկավ դարպասից ու հեռացեց Եզից նետում է Մկրտչյանը, հետ փոխանցում կատարելով խաղընկերոջը Օրատիլեին, Էրիկ Սարգսյան ու աստորեց այստեղ փոխանցել, այլապես Ավագյանը արդեն խլում էր կատարում Եվ ես նետելու եմ Փարիզի ֆուտբոլիստները, այո, առայժմ խաղադաշտում Հայկ Ազոհանյանի խփած գնդակը միակն է այս խաղում, որի շնորհիվ 1-0 հաշվով հաղթում է Ֆլամենգոն ու վերջ, մրցավարը սուլեց, առաջի խաղակեսն ավարտվեց 1-0 հաշվով առավելություն ունի այս պահին Փարիզի նկատմամբ Ֆլամենգոն կարճ դադար, որից հետո կշարունակենք Ֆուտբոլասերը բարեկամներ մեկնարկում է Փարիզն ընդդեմ Ֆլամենգոյի հանդիպման երկրորդ խաղակեսը, հիշեցնեմ, որ առաջի խաղակեսից հետո այս պահի դրությամբ հաղթում են Ֆլամենգոյի ֆուտբոլիստները 1-0 հաշվով Հայկ Ազոհանյանի խփած գնդակի շնորհիվ ու տեսնենք երկրորդ խաղակեսում ինչպիսի ֆուտբոլ կառաջարկեն թիմերը մեզ առաջի կեսը իհարկե մի փոքր ավելի հանդարտ պայմաններում ընթացավ կարելի նաև այսպես ասել, բայց իհարկե Փարիզը պետք է մտածի հավասարեցնելու մասին հանդիպման հաշիվը դա իհարկե նրանց այս պահին համար մեկ խնդիրը պետք է հանդիսանա խաղադաշտում Մոնակոն էլ ոչ միայն իհարկե պետք է մտածի այս առավելությունը պահելու, պետք է մտածեն նաև երկրորդ գնդակը հեղինակելու ու մի փոքր ավելի հանդիպումը հանգստացնելու մասին Պերեդը շատ լավ փոխանցում կատարեց դեպի Օրատիլեն եւս մեկ փոխանցում Պերեդեի ուղղությամբ, բայց այստեղ փակվեց գնդակի ճանապարհը, իսկ հիմա հասնում է գնդակը Պերեդեին վտանգավոր է Պերեդե ու հայտարարեց գնդակը դարպասում միայնակ արեց Պերեդեն այստեղ ամեն ինչ եւ 2-0 արդեն Ֆլամենգոն խաղակեսի մեկնարկում կրկնապատկում է առավելությունը
2-0 այո, շատ լավ անցում ստացվեց այստեղ Պերեդեի կողմից, ճիշտ է, այսպես ասած, վերջական գնդակը դարպասում չհայտնվեց Պերեդեի հարվածից հետո, այնտեղ Փարիզի ֆուտբոլիստերից որևէ մեկից անդրադարձ տեղի ունեցավ ու արդեն ոչ ոք ոչինչ չասեց անել, նորից ունենք խփված գնդակ խաղադաշտում, նորից Մոնակոն է ներկայիս Ֆլամենգոն է խփում այդ գնդակը, Պերեդե իսկ այստեղ եթե հասներ այս գնդակին միայնակ կմներ Մարկարյանի դիմաց։ Այո, նորից խաղակեսի մեկնարկում ունեցան գոլ ու կրկին Մոնակոյի կատարմամբ երկու խաղակեսերը շատ հաջող մեկնարկեց Ֆլամենգոն ու արդեն ավելի ծանր իրավիճակում է հայտնվում Փարիզը երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո, եթե մինչ այս մեկն էր անհրաժեշտ Փարիզին գոնը հեղինակել ու այսպես ասած հավասարությունը վերականգնել, հիմա գոնը երկուսը պետք է խփեն ու իհարկե կարծում եմ, որ Մոնակոն այս առավելությունով իհարկե չասեմ դժգոհ է այս առավելությունից, բայց հիմա Ավագյանը կարող է կրճատել հաշիվը ու այստեղ բրավո Բլնդոյանն սեյվ է կատարում Ֆլամենգոյի դարպասապահ, սա է Փարիզի ամենավտանգավոր պահն էր այս խաղում, առաջին վտանգավոր պահը դարպասին մոտ գտնվելիս, իհարկե հեռահար փորձեր կատարեց Փարիզն առաջին խաղակեսում, բայց սա ամենաիրատեսական շանսն էր, երբ Ավագյանը կարող էր կրճատել հաշիվը, բայց ինչ անես, երբ դարպասապահը նման կերպ է գործում, իսկ հիմա կա հարվածը ու այստեղ արդեն շեղությամբ ընթացավ գնդակը, այնտեղ ոչ ոք չարձագանքեց, եթե չեմ սխալվում Մուսախանյանը մի փոքր շեղեց գնդակի ուղղությունը, բայց իհարկե դա բավական չէր։ Սարգսյան անցումը ստացվեց Սարգսյանի մոտ ու զարգացնում է ձախ եզրով արագություն։ Շատ լավ փոխանցում դեպի Հակոբյանը, վտանգավոր գրոհի է նորից Ֆլամենգոն անցնում, Օրատիլ է երրորդ գնդակն ունենք այս խաղում, 3-0 արդեն մեծացնում է Ֆլամենգոն իր առավելությունը։ Այո, Օրատիլեի հարվածից հետո, Օրատիլեի հարվածը այսպես կլինի ասել, անկասելի ստացվեց ու 3 գնդակի առավելություն ունի Ֆլամենգոն, Սարգսյանի շտարացություն է հաղթարում, միայնակ ինչ փոխանցում էլ կատարեց ու ինչու այս փոխանցմանը ոչ ոք չկարողացավ եզրափակել, եթե խփեր արդեն Ֆլամենգոն 4-րդ ապա կարող էինք այս խաղում հաղթողի անունը վերջնական պարզել, բայց դա չստացվեց հիմա Ֆլամենգոյի ֆուտբոլիստերի մոտ Հարությունյան թողեց գնդակը Օրատիլեին, Պերեդե դեպի Մկրչյան ուղարկեց, Մկրչյանը լերվից է փորձում ու այստեղ Գևորգյանն է փակում Մկրչյանի հարվածի ճանապարհը, այո իսկապես ինչպիսի ֆուտբոլ ենք հիմա տեսնում խաղադաշտում, մեկը մյուսից լի վտանգավոր պահերով։ Ասատրյան իջեցեց գնդակը Ասատրյան ու հետ ուղարկեց հետո Խաչատրյան շատ ռիսկային, բայց արդարացված գործողություն Խաչատրյանից տեսանք Հարությունյան դեպի Ավագյանն է ուղարկում գնդակը դեպի ավելի ձախել Ավագյանը հասցեագեց Աղազարյանին բայց եւս մեկ գնդակի կորուստ Պերեդե 4-0 դուբլի հեղինակ է դառնում Սմութ Պերեդեն այս խաղում։ Չորս 0 Սմութ Պերեդե, այո, իսկապես նվեր մատուցեցին Պերեդեին այս իրավիճակում։ Փարիզի ֆուտբոլիստերը ու Պերեդեն օգտվեց իրեն ընձեռնված հնարավորությունից 4-0 դարձնելով այս հանդիպման հաշիվը, այո, արդեն Ֆլամենգոն շատ հաջող մեկնարկ է տալիս առաջությանը երկու խաղում արդեն 9 գնդակ առնվազն հեղինակել են, իհարկե ինչու եմ ասում առնվազն, քանի որ դեռ այս հանդիպումը ավարտված չէ ու Մոնակոն շատ լավ գրոհներ է սկսել իրականացնել խաղադաշտում, արդեն այս պահին 4 գնդակ այս խաղում են հեղինակել 5-0 հաղթեցին Բարսելոնային առաջին խաղում ու տեսնենք իսկապես նման մեկնարկից հետո իհարկե Ֆլամենգոն պետք է բնականաբար արդեն ավելի ինտեգրվի առաջնությանը, ավելի փորձի առաջատարի կարգը պահպանել, քանի որ անկասկած եթե այսօր հաղթի առնվազն
4 գնդակի տարբերությամբ, 3-4 գնդակի տարբերությամբ Ֆլամենգոն ապա չի բացառվում, որ երկրորդ տուրից հետո նրանք նույնպես շարունակեն մնալ մրցաշարային աղյուսակում։ Առաջատարը Հակոբյան, վտանգավոր է Հակոբյան ու Մարկարյանը փրկեց, բայց հետո գնդակը հայտնվեց դարպասում, այո Օհանյանը կարծես չդիպավ այստեղ գնդակին ու թույլ տվեց, որպեսզի գոլը արձանագրվի Հակոբյանի անվան դիմաց 5-0 է դառնում հանդիպան հաշիվը։ Արտուր Հակոբյանն է հիմա էլ աչքի ընկնում խաղադաշտում 5-րդ գնդակը 10-րդ գնդակը ընդհանուր Ֆլամենգոյի այս առաջնությունում, այո ինչի մասին խոսում էինք, շատ ժամանակ չպահանջվեց եւս մեկը հեղինակելու համար, շատ հաջող 1 տարի տվեց երկրորդ կեսին իհարկե Ֆլամենգոն, բայց դա իհարկե առաջինը կարելի է վերնակրել Փարիզի ձախողման, եթե այնտեղ Ավակյանը կարողանար կրճատել այն իրավիճակում, երբ ստացավ հնարավորություն հանդիպան հաշիվ ու դարձնել այդ պայն 2-0 էր 2-1 խաղի հաշիվը, իհարկե մենք հիմա այլ ֆուտբոլ դիտելիս կլինեինք, բայց դա չստացվեց, իսկ փոխարենը ահա Մոնակոն, ներկայիս Ֆլամենգոն այսպես է օգտվում իր հնարավորություններից, Ասատրյան ստացվեց գնդակի տեղափոխությունը, նորից գնդակը Ֆլամենգոյի մոտ էր, Օհանյանը հիմա էլ երվից փորձեց ու անկյունային են վաստակում Ֆլամենգոյի ֆուտբոլիստները։ Արագորեն գնդակի խաղարկում Արտուր Հակոբյան դեպի տեղափոխությունը Աչեզեր Էրիկ Սարգսյան գեղեցիկ գործողություն, գեղեցիկ հարված ու հիմա էլ Մարկարյանն է հեռացնում գնդակը Այո, նյարդերը տեղի տվեցին ֆուտբոլիստերի ու մրցավարը մի քանի դեղին քարտ է այս իրավիճակում տալիս ֆուտբոլիստերին։ Ծափարություն էր այստեղ Ֆլամենգոյի ֆուտբոլիստերին։ Գնդակը մրցակցին հասնելու համար ու Փարիզը սկսում է խորքից Ասատրյան։ Դեպի Ավակյան ուղարկեց գնդակը Ասատրյանը, դեպի Քոչարյանը, բայց Քոչարյանի փոխանցում այստեղ չանցավ, իսկ հիմա միգուցե որևէ բան ստացվի։ Միայնակ է առայժմ Քոչարյանը փոխանցեց ու Սարգսյանն է փակում գնդակի ճանապարհը, շատ հաջող գնդակը տեղափոխելով դեպի Նելսոն Հարությունյանը, Հարությունյանն ու այստեղ Նելսոն Հարությունյանի հարվածից հետո անկյունային է վաստակում Ֆլամենգոյի ֆուտբոլիստները դիպավ գնդակը Սերգեյ Հարությունյանին ու դուրս եկավ դաշտի սահմաններից։ Դավիթ Սարգսյան թողեց գնդակը Պերեդեին Պերեդեն շատ հնարամիտ կերպով է վարվում այստեղ Պերեդեն, իսկ հիմա էլ արդեն Ավակյանն է խախտել խաղի կանոնները, նա ի դեպ նախորդ դրվագում արդեն դեղին քարտ ստացել է ու պետք է ուշադիր գործի։ Եվ ստանդարտ կիրացնի հիմա Ֆլամենգոն, Նելսոն Հարությունյանն ու Դավիթ Սարգսյանն են գնդակի մոտ, տեսնենք ով է հարվածը կատարելու։ Մուսախանյանն է գնդակով։ Խորքից նկատեց, որ Բլնդոյանը առաջ է եկել ու փորձեց հեռարվածով աչքի ընկնել, բայց այստեղ փակվեց Մուսախանյանի հարվածի ճանապարհը։ Այո, այս պայն արդեն Փարիզը մեկ ֆուտբոլիստ պակաս է խաղադաշտում թիմի ավագ Խաչատրյանը հեռացվեց խաղադաշտից նախորդ դրվագում ու հիմա արդեն պետք է մեկ հոգի պակաս լինելով խաղադաշտում Փարիզի ֆուտբոլիստները իհարկե մտածեն այս հանդիպման մասին, այն որ արդեն այս խաղում Ֆլամենգոն ապահովել է 3 միավորը, դա կասկածից դուրս է կարծում եմ, ինքներդ լավ հասկանում եք, որ 10 րոպե խաղաժամանակում մեկ ֆուտբոլիստ պակաս լինելով եւ ահա խնդրեմ եւս մեկ դարպասի գրավում ունենք հիմա էլ Սուրեն Մոսյանն է աչքի ընկնում ու 6-րդ գնդակը նույնպես Փարիզի դարպասում է այս խաղում Այո, Սուրեն Մոսյանը գրավեց այստեղ դարպասը շատ լավ փոխանցում ստանալով Օհանյանից ու 6-րդ գնդակը ուղարկելով դարպասը արդեն այո բացեր առաջանում են միանշանակ Փարիզի պաշտպանությունում
Այս ֆոնին ներքո բնականաբար այն, որ մեկ ֆուտբոլիստ պակաս են խաղադաշտում ու պետք է փորձեն այս իրավիճակը շտկել, բայց ընդհակառակը առաջանում է Փարիզի մոտ շատ բաց տարածություններ հատկապես պաշտպանությունում, դե իհարկե հասկանալի է, փորձում են գոնե մեկը երկուսը հեղինակել ու մեկ ֆուտբոլիստ ավել լինելով Մոնակոն ներկայիս Ֆլամենգո խաղադաշտում դա վերածում է իհարկե շատ իր տեսանկյունից կարևոր իրավիճակի, հիմա էլ եւս մեկ հարված Մոսյանից, բայց արդեն չստացվեց։ Ոչ ներողություն եմ կրկին խնդրում, Օհանյանն էր հարվածային դիրքում, իհարկե շատ նման դիրքերում են հանդես գալիս Մոսյանն ու Օհանյանը այս րոպեներին խաղադաշտում ու հիմա էլ հարվածի փորձ Սարգսյանի շեղությամբ ստացվեց, այո, իսկապես բարդ է այս րոպեներին տարբերել Մոսյանին եւ Օհանյանին, իհարկե շատ նման ոճի ֆուտբոլիստներ, երկուսն էլ գրեթե միևնույն ձևով են հարվածում, միևնույն դիրքում են հանդես գալիս, այնպես որ փորձենք որքան հնարավոր է իհարկե շփոթել այս ֆուտբոլիստերին։ Կարո Ավագյան դեպի Մուսախանյանը կատարեց փոխանցում Ավագյանը, Մուսախանյանի անցումը ստացվեց, հարվածը նույնպես ու ինչ սեյվ է կատարում Բլնդոյան այստեղ դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից իսկ Ասատրյանի շքեղ հարվածը վերածվում է գոլի այս իրավիճակում ամեն դեպքում Փարիզի մոտ ստացվեց մեկ գնդակ հեղինակել Արտակ Ասատրյան 6-1 դարձավ հանդիպան աշխիվ, ինչ ֆենոմենալ գնդակի հեղինակ դարձավ իսկապես Ասատրյանը շատ հզոր ու հուժկու հարված կատարեց ձախ ոտքով ու գնդակ ուղարկեց դարպասը, հիմա դա կարող է նույնն անել Ֆլամենգոից Հակոբյանը, բայց բարձր է ստացվում Հակոբյանի կատարած հարվածը անմիջապես հաջորդ գրոյի ժամանակում սկսում է Փարիզը խորքից, դարպասից, այսպես կլինի ասել բայց գնդակի կորուս Սարգսյանի փոխանցումն էլ այստեղ չանցավ Կարո Ավագյան շատ լավ փոխանցում դեպի Մուսախանյանը, Մուսախանյանն էլ հարվածեց, բայց բարձր այստեղ այո, եթե նստեր գնդակը Մուսախանյանի ոտքին իհարկե գրեթե շանսեր չի տալիս նա հարված կատարելուց ոչ մի մրցակցի, բայց ստացվեց, այո, այստեղ ամեն դեպքում ստացվեց անառիկ պահել դարպասը Փարիզի ֆուտբոլիստի կատարած հարվածից հետո Ֆլամենգոյի համար Իսկ հիմա Մոսյանը շատ հրաշալի անցում կատարեց Մոսյան հարվածնել կա ու Մարկալյանն է հիմա էլ հեռացնում գնդակը Եզրային նետումը կա, հարվածը նույնպես, բայց շեղությամբ է ստացվում ու կսկսեն դարպասից Փարիզի ֆուտբոլիստները երկար փոխանցում առաջ այստեղ ռիսկի է դիմում հիմա Մոնակոյի ֆուտբոլիստը, բայց լավ է, որ ամեն ինչ կարգին ավարտվեց այս իրավիճակում, իսկ հիմա Նելսոն Հարությունյանը ստացավ հարվածի հնարավորություն Մարկարյանը հետ մղեց Հակոբյանի ոտքին էլ գնդակը չնստեց, բայց վերադառնում է գնդակը Մոսյանին, Մոսյան դեպի աջ տարավ գնդակը իրենից, կա փոխանցում ու Աղազարյանն է հիմա հեռացնում գնդակը, այն ստացվեց փոխանցում Կարո Ավագյանի համար ու գուցե հիմա որևէ արագ գրող ձեռնարկեն Փարիզի ֆուտբոլիստները, գեղեցիկ էր Ավագյան Ուղարկեց գնդակը Արտակ Ասատրյանին, նորից Ավագյան Շատ լավ փոխանցում կատարեց Ավագյանն էլ առաջ, բայց այստեղ վերջի պահին հասցրեց գնդակը հեռացնել Ֆլամենգոյի կազմում Օրատիլենու Եզիս նետեցին ի վերջո Ֆլամենգոյի ֆուտբոլիստները Երկար փոխանցում առաջ, այստեղ Աղազարյանը փորձել փակել գնդակի ճանապարհը, բայց չստացվեց ու հիմա արդեն
Փորձում է գրոս սկսել։ Փարիզը Արտակ Ասատրյան գնդակի տեղափոխություն դեպի աջ, բայց Հակոբյանը շատ հաջող կերպով հեռացեց, իսկ Օհանյանի հեռահար փորձը բարձր է ստացվում այստեղ։ Հակոբյան ասավ գնդակին այստեղ Հակոբյանը կատարեց փոխանցում դեպի Աչեզեր, այստեղ ընդունել է Մոսյանը, գնդակը ոչ Օհանյանն էր, ոչ թե Մոսյանը, նորից այս իրավիճակում ու հիմա արդեն եզից ի վերջո նետում է Մոսյան, այո, բայց այստեղ արդեն փոխանցում կատարել չստացվեց։ Ֆլամենգոյի ֆուտբոլիստի մոտ Հարությունյան երկար փոխանցման փորձ, բայց Մոսյանը փակում է գնդակի ճանապարհը։ Դեպի Հակոբյանը հնարամիտ գործողություն Հակոբյանից Սարգսյանն էլ կարող է ավելի լավ եզրափակել այստեղ, բայց չնստեց գնդակը Դավիթ Սարգսյանի ոտքին ու գնդակը բարձր ընթացավ, այո, ընդհանուր այս պայն 6-1 հաշվով է հաղթում Ֆլամենգոն, ընդհանուր գոլերի քանակը Ֆլամենգոյի հասավ 15-ի, բաց թողեցին ընդամենը մեկը 2 խաղերի արդյունքում ու դա իհարկե շատ արդյունավետ մրցաշրջանի մեկնարկ է տալիս Ֆլամենգոին։ Ասատրյան դեպի Հավաքյան ուղարկեց գնդակը, բայց մի փոքր թույլ ստացվեց փոխանցումը, հետո Հավաքյանը հասավ գնդակին ու տեսնենք ինչ շարունակություն է մտածում։ Դեպի Աչեզեր Հավաքյանը կատարեց փոխանցումը Իշխան Պողոսյանին, բայց հետո ամեն դեպքում գնդակը խլեցին Ֆլամենգոյի ֆուտբոլիստները Սուրեն Մոսյան հրաշալի անցում ու փոխանցում եւ խնդրեմ եւս մեկ գնդակ հիմա էլ Նելսոն Հարությունյանի կատարման պայո այս խաղում Նելսոն Հարությունյանն էլ աչքի ընկավ գոլով, նրա առաջին գոլն էր այս խաղում ու 7-1 դարձավ հանդիպան հաշիվը 7-1 6 գնդակի առավելությունը կրկին վերականգնում է Ֆլամենգոն իհարկե շատ լավ անցում կատարեց միանշանակ այս իրավիճակում Մոսյանը ու ինչ ամենաճիշտ, ամենագրագետ, ամենահաշվարկված պահին կատարեց այդ վերջին փոխանցումը, հիմա նորից գրովում է Ֆլամենգոն Նելսոն Հարությունյան վտանգավոր է ու խնդրեմ 1 րոպեի ընթացքում դուբլ է գրանցում Հարությունյան իր անվան դիմաց 8-1 դարձնելով այս խաղի հաշիվը 8-1 այո Նելսոն Հարությունյանը նորից գրավում է դարպասը դուբլի հեղինակ դառնալով այս խաղում իհարկե 1 րոպե այսպես ասած պահանջվեց Հարությունյանից 2 գնդակ հեղինակելու համար ու կրկին գնդակով հիմա Ֆլամենգոյի ֆուտբոլիստներն են Օրատիլենը գնդակով Փոխանցում եւ վերջ մրցավարը ազդարում է հանդիպան ավարտը երկրորդ անմեջ խաղում հաղթանակի է հասնում Ֆլամենգոն ու արդեն 6 միավորով այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը այս հանդիպումն ավարտված է մեզ մոտ կարճ դադար է որից հետո կվերադառնանք